Կարծում են, որ թղթի վրա լեգիտիմությունը ավելի կարևոր է զենքերով ու ռազմիկներով լի բանակից, ինչը միաժամանակ ծիծաղելի է ու ողբալի։ Արժի մեկը նրանց հարց տա, բա որ հզոր բանակով պետություն հայտնվի ու թքած ունենալով մեր լեգիտիմության վրա, ջախ-ջախի մեր վերջին երաշխիքը դարձած թույլ բանակը եւ ուժով վերցնի մեր հողերը, ինչպես բազմիցս եղել է պատմության մեջ։ Եթե հզոր բանակ ունենանք, բայց ոչ նրանց ասած լեգիտիմությունը, գոնե հնարավորություն կունենանք դիմադրություն ցույց տալու եւ նույնիսկ հաղթելու ավելի հզոր բանակին։ Իսկ եթե միայն ունենանք դատարկ լեգիտիմություն առանց բանակի, մենք դատապարտված կլինենք ոչնչացման։ Այս մանկամիտները կամ իրոք հավատում են իրենց արտահայտած տհաս մտքերին, կամ ուզում են նենգաբար ավելի մոլորեցնել մեր արդեն իսկ մոլորված ժողովրդին։ Միթե այդքան բարդ է հասկանալ, որ լեգիտիմությունը օդից չի գալիս, այլ բխում է ուժից, հենց մեր զինված ուժերից։ Լեգիտիմությունը առանց բանակի իրականում անվտանգության պատրանք է, որը երկար չի կարող շարունակվել եւ շուտով փլվելու է, եւ թշնամի նորից սկսի մեզ հետ խոսել իր սիրած լեզվով։ Այս խաղաղության կեղծ նեո-բոլշևիկյան օրակարգը ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ ազգին զինաթափելու եւ ծնկի բերելու դավադրություն, որը խաբելով ուզում են մեր պետության պարանոցին փաթաթեն մեր թշնամիներն ու հայադավները։ Եվ Հայաստանում մի օր իշխանության գա իրական ազգայնական քաղաքական ուժ, վերջ կտա այս ամբողջ խելագարությանը։ Քաջ կգիտակցի, ու մեր բոլոր քաղաքացիների մեջ անընդհատ կարմատավորի, ու մեր բանակը պետք է լինի մեր հայրենիքի անվտանգության ոչ թե վերջին կամ նույնիսկ երրորդ կամ երկրորդ գործիքը, այլ միանշանակ առաջինը եւ ամենագլխավորը։ Մեր կերտած այդ ապագա ազգային պետությունը մեր հայրենակիցներին կհանի այս հիպնոզի ազդեցությունից եւ կսովորեցնի այն պարզ ճշմարտությունը, որ առանց ուժ ցուցաբերելու եւ քո հողի ու լեգիտիմության համար պայքարելու ոչ միայն չես կարող, այլև իրավունք չունես պետություն կոչվելու եւ նույնիսկ գոյություն ունենալու այս անգութ աշխարհում։ Պայքարից եւ կռվելուց բացի այլ ելք չկա ու չի կարող լինել։